Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Fast Info-ի հյուրը ռազմական փորձագետ, Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, օրերս Իրանի նախագահը գտնվում էր Բաքվում եւ դրա շուրջ տարատեսակ քննարկումներ տեղ ունեցան, ԶԼՄ-ներում տարբեր լուրեր էին շրջանառվում։ Ի վերջո ո՞րն էր այցի նպատակը եւ Փեզեշքյանի հայտարարությունները ինչ մեսիջներ էին պարունակում։ Դե առերևույթ այցը բարեկամական էր երկու պետությունների միջև որոշակի նաև կոմունիկացիոն նոր ընթացք տալու, այդ թվում նաև Ադրբեջանի Նախիջևանին կապող ճանապարհի կառուցման, ներդրումային ծրագրերի հասկանալ է, որ այդ մակարդակով եւ այն հայտարարությունները, որ արվել են, սովորաբար դա ավելի ցածր գործադիր իշխանության ներկայացուցիչի, ասենք նախարարների մակարդակով է, հանդիպումներ է ավելի առարկական, որին պետք է նախորդել մասնագիտական խմբերի հանդիպում, նման բաներ չի եղել, ու միանգամից նախագահների մակարդակով, կարծում եմ, այստեղ ավելի շուտ իր մեջ քաղաքական կոմպոնենտ է, քան որքան տնտեսական ճանապարհների բացում եւ այլն։ Իսկ ստեղծված իրավիճակում Իրանը վստահաբար հասկանում է, որ Ադրբեջանային պետությունը, որ եթե իր դեմ ռազմական գործողություններ սկսեն, ապա ցամաքային օպերացիայի բաղկացիչ անցածող երկիրը, որտեղից ագրեսիա կարող է լինել Իրանի հանդեպ, դա Ադրբեջանն է։ Ըստ կարծում եմ զգուշացում, հորդոր, ինչ որտեղ միգուցե նաև որոշակի փոխզիջումային տարբերակներ, ասենք հյուսիս-հարավը, որ Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի, երկու ճանապարհը անցնում է Ադրբեջանով դեպի Իրան։ Իրանն է հանգուցային պետությունը, որից հետո Ռուսաստանից բեռները, տրանսպորտային միջոցները մարդիկ տեղափոխվում են դեպի Հնդկաստանի արևմտյան մաս, դեպի արաբական աշխարհ, Պարսից ծոցի երկրներ, ներառյալ նաև Աֆրիկա։ Այդ հանգուցային պետությունը Իրանն է։ Եվ լոգիստիկա առումով Ադրբեջանը եւս լուրջ շահեկան վիճակում է։ Ես կարծում եմ հերթական անգամ եղել է հորդոր Ադրբեջանի նախագահին չտրվել, ասենք մասնավորապես Թուրքիայի եւ Բրիտանիայի այն կեցվածքին, ըստ որի Իրան պետությունը պետք է մասնատվի եւ Ալիևին հնարավորություն կտրվի ստեղծել մեծ Ադրբեջան, այդ գայթակղություններից ծերծ մնալ։ Կարծում ավելի շուտ սա եղել։ Իսկ Ադրբեջան Նախիջևանին կապող այդ ճանապարհի հետ կապված որի վերաբերյալ բարձրաձայնեցին, կարծում դա մասին պարբերաբար խոսվել է, ասվել է, ներդրումային որոշակի ծրագրեր կա, Աստարա-Ռշտա երկաթգիծն է կառուցվում, ընդ որում հիմնական ներդրումային կապիտալը Ռուսաստանի դաշնությունն է, քանի որ այդ երկաթգիծը անցնում է հյուսիս-հարավի ամենակարևոր հատվածներից մեկը։ Պարոն Նահապետյան, իր հայտարարությամբ Փեզեշքյանը եւս մեկ անգամ փաստեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի մոտեցումներն ու դիրքորոշումը չի փոխվել, եւ ինչպես դուք էլ նշեցիք, Նախիջևանը Ադրբեջանին կապող այդ ճանապարհը, որը պետք է անցնի Իրանի տարածքով, արդյոք նշանակում է, որ այս պարագայում ինչ որ առումով Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը կարող է սառեցվել, չգիտեմ, հետին պլան մղվել կամ դրա թեման փակվել։ Իրանի համար կարմիր գիծ է, երբ Իրանը կտրվի Հայաստանից, իսկ կտրվելու մի ձև կա, այդ տարածքում լինի միջանցք, որը նշանակում է, որ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության պատկան երկու կառույցների, այն է սահմանապահ ծառայության եւ մաքսային ծառայության հսկողության ներքո չի կարող գտնվել։ Սկզբունքորեն Ադրբեջանին այդ միջանցքը որպես այդպեսին ներկա իրավիճակում պետք էլ չի։ Իրեն պետք է Ադրբեջանից Նախիջևան կապ ունենալ, իր բեռները տեղափոխել եւ այլն։ Այս միջանցքը իրականում պետք է Բրիտանիային առաջին հերթին, պատվիրատուն Բրիտանիան է, ինչու՞ որտեղ բրիտանա-թուրքական թուրանը կյանքի կոչելու միակ առարկայական ցամաքային ճանապարհ խոչընդոտ կոչվածը, դա Սյունիքի մարզն է եւ այն հատվածը, որով կարող է հնարավոր է Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ։ Այդ հատվածով Բրիտանիան շահագրգիռ է, Թուրքիան շահագրգիռ է, որ այդ միջանցք կոչվածը լինի, այսինքն այդ տարածքը մեզանից օտարվի, թե ավելի առարկայական ասեմ։ Իսկ օտարվելուց զատ
այդ տարածքը մոտ 42 կիլոմետր տարածք միակն է, որտեղ ՆԱՏՕ-ի զորքեր չկան։ Իդեպ Իրանը այս կամ այն ձևով շրջափակված է ՆԱՏՕ-ի զորքերով, որոնք տեղակայված են իր հարևան պետություններում, այս կամ այն ձևով։ Միակ տարածքը սա է։ Եվ հասկանալի է, որ դա նաև հարվածում է Ռուսաստանի Դաշնությանը, շահերին եւս հարվածում է։ Իսկ հիմա տեսականորեն պատկերացնենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, որոնք համարվում են ռազմավարական դաշնակիցներ, ունենան միջանցք ցամաքային սահմանով Վրաստանով, ասենք Վրաստանը տարածք տրամադրի, որը ստանա միջանցքի ստատուս։ Նույն միջանցքի ստատուս տրամադրի Հայաստանը, երբ Ռուսաստանը փորձի Իրանի հետ կապ հաստատել մեր տարածքով, այսինքն երկու պետությունների տարածք Վրաստան եւ Հայաստան, իրենք դառնան որոշակի առումով միջանցք։ Իսկ դա Իրանի համար ռազմական տեսանկյունից եւ առաջին հերթին ռազմական տեսանկյունից շատ կարեւոր է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստան Դաշնությունը անհրաժեշտության դեպքում շատ արագ կարճ ժամանակահատվածում ռազմական տեխնիկա մարդուշ կարող է տեղափոխել դեպի Իրան։ Պարոն Հապետյան, տեսեք, վերջին շրջանում Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ են տեղ ունենում ադրբեջանական կողմից։ Ինչով են այս կրակոցները պայմանավորված, ինչ նպատակ են հետապնդում։ Մի քանի նպատակ, ռազմական նպատակ չեն հետապնդում, ինքնին որտեղ այդ կրակոցները կարելի ասել առաջնորդին հոգեբանական ազդեցություն համար են։ Սահմանային գոտիներում կամ շփման գծի հարակից տարածքներում մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Դե 24 ժամվա ռեժիմով, եթե դու արտանում ես եւ քնում ես այդ կրակոցների երաշխության ներքո, հոգեվիճակը եւ դա եթե անընդհատ է, հա, արդեն երկրորդ ամիսն է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը այդ բնակիչներին անուղակի զգուշացնում է, որ ձեր երկրի իշխանությունները երաշխավոր չեն ձեր անվտանգության։ Հակառակ դեպքում իմ ցանկացած կրակոցին արագ պատասխան կլներ եւ ես չի կրակի դեպ դա 1994 թվականի մայիս 12-ի հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո մինչև 2018-19 թվականը այդպես է եղել։ Ադրբեջանը ցանկացած կրակոցի մենք ավելի խիստ ենք պատասխանել եւ Ադրբեջանը բարբերաբար լռել է։ Ըստ նա իրեն անգամ իրավունք չի վերապահել, որ կարող են մեր սահմանում կամ շփման գծի հարակից շրջաններում բնակվող բնակիչների նկատմամբ հոգեբանական կրակոցներով ազդեցություն ունենալ։ Երբեք մտքով չի անցել, որտեղ մեր պատասխանը շատ խիստ է լինելու։ Ասենք ունենում ենք վիրավոր, նրանք ավելին են տալիս, զոհ շատ ավելին են զոհ տալիս, այդպես է։ Այսինքն չգրված պայմանավորվածությունը դա է։ Իսկ հիմա փաստացի գյուղացին հասկանում է, որ ինքը անպաշտպան է, որտեղ մի ամիս Ադրբեջանը կրակում է, ու դու բացի հայտարարությունից, որ կրակոցների ոչինչով չես պատասխանելու, ուրիշ պատասխան չկա։ Հիմա այդ գյուղացին ինքը հոգեբանորեն այդ տարածքը լքող է, եթե վաղը չեմ իսօրը հարաբերական իմաստով, եթե ռազմական գործողություններ սկսեն, այդ գյուղացին հոգեբանորեն կամ տեղի բնակիչը, որոնց մի մասը պայմանագրային զինծառայողներ են, իրանց մոտ մոտիվացիան այդ տարածքները եւ տունը եւ հողը տարածքը պահելու, հա, բավականին ցածր է, քան նախկինում։ Եվ կարևոր հանգամանք էլ, այդ կրակոցները արգելում են մեր գյուղացիներին զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։ Իսկ գյուղացու օրվա հացի, ապրուստի, իր բիզնեսի, հա, հիմնական աղբյուրը հողն է, եւ անասնապահություն եւ գյուղնշանակության հողերի մշակում։ Հիմա եթե օրինակ Գիրանցի ոսկեպարի մոտ գյուղացիները այլևս չեն կարողանում հսկայական տարածքներ մշակել, որտեղ ադրբեջանցիները բարձունքների վրա իշխում են եւ անպատիժ կարող են կրակել թիրախային։ Գյուղացին երաշխավոր չէ, որ կրակոցները, որ հիմա օդ են, հետո շենքերի երրորդ օրը իրանց վրա չեն լինի, հա։ Դա նշանակում է, որ գյուղացիները ապրելով այդ բնակավայրերում աշճանաբար նաեւ մտածում են այդ տարածքներից դուրս գալու, որտեղ անիմաստ է դառնում իր այդտեղ ապրելը, այդ կրակոցների երաշխության ներքո եւ եթե նախկինում իր ապրուստի միջոցին հոգում էր այդ աշխատանքով, հիմա դա չի կարող անել։ Բնականաբար ինքը արդեն պոտենցիալ դուրս է գալիս։ Երկիրը նվաճելու մի շարք ձևեր կան, ձևերից մեկը նաև սա է, հա, ամրոցը շրջափակում են, երկարատև, մուտքը սնունդի ջրի, հա, հին ժամանակներում այդպես էր։
կտրում են եւ հետո ամրոցի ներսի բնակիչները աշճանաբար հուսալքվում հիասթափվում։ Իդեպ 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Փաշինյանը Մակրոնի եւ Շարլ Միշելի կավորությամբ ճանաչեց Արցախ Ադրբեջանի մաս, 11 ամիս Արցախը շրջափակման մեջ հայտնվեց, սա պատական չի։ Նոր 11-րդ ամսի վերջում Ադրբեջանը դիմեց ռազմական գործողությունների, այո, մինչև այս շրջափակված ամրոցը ինքը բնակիչները հոգեբանական լուրջ ճշմարան էին ենթարկվում։ Հիմա նույնը իդեպ է սահմանամերձ բնակավայրի բնակիչները, եւ եթե վաղը չեմ իսուրը արագ այդ գյուղերը դատարկվեն, մենք չզարմանանք ոնց եղավ մարդիկ ինչու դուրս եկան այդտեղից։ Պարոն Նահապետյան, հայկական կողմից ինչու պատասխան չկա, եթե ոչ համարժեք դիվանագիտության կամ հայտարարությունների մակարդակով, այսինքն կարող ենք փաստել, որ Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու է, որպեսզի գյուղերը դատարկվեն։ Հայաստանի գործող իշխանությունները իրեն կոլաբորանտ կառավարություն են։ Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն է այսօր Հայաստանում կոչվում իշխանություն, որը նշանակում է պատերազմում պարտված պետության ղեկին նշանակվել են մարդիկ, որոնք կատարում են հաղթող երկրի կամքը։ Փաշինյանը ուղղակիորեն բացահայտ կերպով սպասարկում է Ադրբեջան եւ Թուրքիայի շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մարդը իր քաղաքական խմբակը չի սպասարկում ոչ մեր երկրի ազգային պետական շահույթը, մեր երկրի քաղաքացիների։ Մնացածը ինքը քաղաքական կապիկությունների դաշտից է, որ իբր ինքը ինքնիշխանության մասին է մտածում, մեր երկրի քաղաքացիներից բան չկա։ Բյուջեն լափում են, օգնությունները լափում են, դրսում հաշիվներ, անշարժ շարժական գույք եւ մի օր ճողոպրելու են։ Ընդհանրապես իրենց ամբողջ հաշվարկը դա է։ Կամ եթե տարածաշրջանում Բրիտանիան դարձավ հիմնական խաղացողը, իսկ այստեղ նվազագույնը եւս երկու պետություն փորձում են կշիռ ունենալ, որոշումների վրա Ռուսաստանը եւ Իրանը։ Հիմա եթե Բրիտանիան է այստեղ ասող դառնում, ապա Փաշինյանը կարող է երկար մնալ իշխանության։ Իրենց ցերկ տալիս է մարդ, որը աշճանաբար զիջում է իր երկրի եւ տարածքը, եւ շահերը, եւ ռեսուրսները, եւ ընդերքը, այո։ Եթե Ռուսաստանն ու Իրանն են տարածաշրջանում, իսկ գոնե Ռուսաստան Միացյալ Նահանգների բանակցությունների ժամանակ ակնհայտ երևում է, որ այդ երկու պետության ղեկավարներն են որոշելու ազդեցության ոլորտները ամբողջ աշխարհում, ապա այս տարածաշրջանը բնականաբար վաղ թե ուշ դառնալու է ինչպես հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետությունները Ռուսաստան Դաշնության հետ բարեկամական պետություններ։ Եվ բնականաբար այդ ժամանակ Փաշինյանը ուղղակի ճողոպրելու է։ Ինքը իր ընտանիքը, իր մտերիմները, բոլորն անկում հետ ինքը փոխկապակցված է, բայց դա ես կարծում եմ ոչ իրեն, ոչ էլ իր թիմակիցներին չի փրկի այն արդարացի դատաստանից եւ հատուցումից, որը օրենքի շրջանակներում իր եւ իր կուսակցական ընկերների, համախոհների, բիզնես պարտներների, օլիգարխների հանդեպ գալու է։ Իսկ այդ օրը գալու է վստահաբար, որովհետեւ դա պատմական օրինաչափություն է։ Ես որպեսզի ասածս վերացական չլինի 1944 թվականը, ուրեմն 39-ից 1900 Եվրոպայի բոլոր պետությունները, անխտիր բոլոր պետությունները նացիստական Գերմանիայի դաշնակից պետություններ են։ Մի մասը պայմանագրային առումով, մի մասը գործնականում էին օգնում։ Զենք, զինամթերք, ռազմաարդյունաբերական համալիր, սնունդ, անձնակազմ, տեխնիկա, այդ բոլորը տրվում էր։ Այսինքն իրականում մեր նախնիկ այստեղ հայնական պատերազմում չեն կրվել միայն գերմանացիները դա։ Զինանձնակազմի 40% եղել են այլ պետությունների զինվորներ, որը խորհրդային միության դեմ պատերազմել է։ Հետո 1944-ին, երբ Ռուսաստանը ազատագրեց Ուկրաինան եւ Բելարուսյան հայտնի օպերացիա է, որտեղ դրանից հետո արդեն սովետական զորքերը մտան Եվրոպա, այդ Բագրատիոն օպերացիան, որի պատասխանատուն մեր հայրենակից մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր։ Այդ ժամանակ եվրոպական բոլոր այն պետությունները, որոնք համագործակցել էին նացիստական Գերմանիայի հետ, հաշված օրերի ընթացքում իշխանափոխություններ եղան այդ երկրներում, նախկին իշխանությունների մի մասին ուղղակի հրապարակներում գնդակարեցին, կախեցին, վրեժխնդիր եղան, որտեղ այդ երկրներից շատերն պարտիզանական շարժումներ էին, որոնց նկատմամբ գերմանացիները եւ տեղի կոլաբորանտ կառավարությունը ճնշումներ, հետապնդումներ, բռնություններ, սպանություններ, բանտարկություններ կիրառում, որ պայն խորհրդային բանակը հաստատի այդ երկրների մատուցներում էր,
այդ երկրներում արագ իշխանափոխություն եղավ։ Օրինակ լավագույն ցուցիչը Հիտլերի եւ նացիստական Գերմանիայի դաշնակից ֆաշիստական Իտալիան էր եւ Բենուտո Մուսոլինին իր սիրեկան հետ միասին պարտիզաններ ուղղակի կախեցին։ Ասենք Ֆրանսիայում կոլաբորանտ կառավարությունը ղեկավարները դատվեցին։ Մի մասը, ասենք, պարտիզանները փողոցներում ուղղակի նրանք ովքեր գերմանացիների հետ համագործակցում են, ուղղակի գնդակահարում էին։ Հիմնավոր, որ իրենք համագործակցել են։ Նույնիսկ ֆրանսիացի պարտիզանների ձեռքից, ինչպես ասում են, չկարողացան պրծնել նույնիսկ մարմնավաճառային կանայք, որոնք գերմանացիների հետ էին ժամանակ անցկացնում եւ բիզնես անում, ինչպես ասում են, նրանց մեծ մասին ով հասցրեց ճողոպրել գերմանացիների հետ, հետո իհարկե իրենց արդարացի ոչերը ստացան, բայց տեղում ֆրանսիացիները ուղղակի դա գիտեք այդ օկուպացված երկրներում, երբ որ ազատագրման պահն է գալիս, դա շատ նորմալ ու բնական վիճակ է։ Ուղղակի հիմա մեր մոտ օկուպացիան թավշե է։ Այսինքն մենք չենք տեսնում, չէ՞, մեր երկրի, մեր մայրաքաղաքի փողոցներում հայ ոստիկանների հետ ադրբեջանական ներքին գործերի նախարարության ոստիկաններ, որ մենք ասենք տեսեք ոնց ադրբեջանցիների չեն անում, ինչ ծառայություն իրականացնում մեր երկրում, սա մենք չենք տեսնում։ Բայց փոխարենը մենք վստահաբար կարող ենք ասել, որ Փաշինյան Նիկոլը ինքը ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային պետական շահերը։ Եվ մեր երկրի շատ բնական դաշնակիցների նկատմամբ օրինակ ունի արգահատանքի կամ վատ հարաբերություններ ստեղծելու կեցվածք եւ ձեռագիր։ Օրինակ անցյալ տարի դեկտեմբերին Բաքու Գրոզնի մարդատար Իգնաթի Ռիվաթարի հետևանքով եղան զոհեր ադրբեջանական ավիաընկերության, Փաշինյանը առաջինը ցցվեց ցավակցական հեռագիր։ Այս տարի հունվարին Թուրքիայում երկրաշարժի հետևանքով նույն ցցվել է եւ կեցված դրսևորել է քծնանքի մեծ բաժնով։ Վերջերս Կանադայում դեպք եղավ, երբ ավտոմեքենան մխրճվել էր միջոցառման ժամանակ խաղաղ բնակիչների եւ զոհեր վիրավորներ եւս ցցվեց, բայց մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանդերաբաս նավահանգստում պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ զոհեր, մոտ 2000 արդեն հասնում են վիրավորներ, բավականաչափ անհետ կորածներ, իսկ լուրջ կորուստ է եւ Փաշինյանը մոռացել է կեցվածք դրսևորել մեր հարևան Իրանի, որը բնական մեր դաշնակիցն է եւ մեր հարևանն է եւ մեզ ամենանեղ ժամանակ 90-ականներին եւ անգամ 44-ին ինքը օգնության ձեռք է մեկնել։ Այսինքն Փաշինյանը ինքը ճիշտ է իր ներքիներությամբ երախտամոռ է եւ նենք, բայց երբ ինքը ներկայացնում է Հայաստանը, այստեղ արդեն պետության կեցվածքն է Իրանի հանդեպ։ Իսկ քանի որ Իրանը ինքը կրոնապետություն է եւ աշխարհիկ օրենքները չեն իրենց մոտ, սահմանադրություն հիմնական օրենքները չեն գրվում մարդու ընկալումներով, միջազգային իրավունքներով, նորմերով, գրվում է ուրեմն Ղուրանի հիման վրա, այո։ Եվ այդ առումով Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությունը շատ կարեւոր է հոգեվոր բաղադրիչը, կարեկցանքը, ցավակցումը, օգնությունը ձեռք մեկնելը, որտեվ այդ կրոնը դա է ուսուցանում։ Իրականում իսլամեն ագրեսիվը չի, ինչ որ մենք գիտենք, հա։ Եվ իսլամի ժամանակ արաբական աշխարհը եւ գիտության, եւ արվեստի, եւ մշակույթի հսկական եւ առողջապահության թռիչքներ է ունեցել, հա։ Եվ ըստ այդմ այստեղից հետեւություն, որ Փաշինյանը անգամ ինքը իր եսկեցվածքով կրկին անգամ երևացող սեպ է խրում, ասենք մեր հարևան Իրանի եւ Հայաստանի միջեւ եւ կարելի ասել, որ ի ուրախություն մեզ մեր երկրի քաղաքացիների եւ Իրանի ղեկավարությունը եւ Ռուսաստանի ղեկավարությունը հաշվի պատկերացնում են ով է Փաշինյանը, ում կողմից է բերված իշխանության, հա, Բրիտանիայի կողմից։ Եթե իր դիրքերը թուլանան բրիտանացիները սկզբունքորեն չի բացառում, որ Փաշինյանի փոխարինեն մեկ այլ Փաշինյանով, հա, որի համար ի դեպ Փաշինյանը հիմա բական բարարթող է նախապատրաստում իր փոխարեն մեկ ինչ-որ մեկին, հա, եւ ոչ ավել ոչ պակաս դա իր զուգընկերուհին է Աննա Հակոբյանը, ես այդպես եմ գնահատում, որտեղ այն կադրային քաղաքականություն, որ Հայաստանում հիմա տեղի ունենում, լուրջ կառույցների, ուժային կառույցների, դատախազության, քրեակատարողական հիմնարկների եւ այլն տնօրենեն բոլորին
նշանակում է այսպես իքական սեռի ներկայացուցիչներ, տիկնակ եւ օրիորդներ, որոնք բացարձակապես այդ գործառույթը սկզբունքորեն չեն կարող անել, հա, հասկանալի է, որ հող է նախապատրաստվում, այս շրջայցերը, հարաբեցյան մարզեր, կրթվելը, ինչ է, մոդայիկ է, թե ինչ, նորաձև է, հա, իրականում կուսակցություն նաև, դրանով կուսակցություն է ստեղծում եւ մտնում են մեր կրթական համակարգը։ Ես չեմ բացառում, որ այդ զուգընկերները Փաշինյան Նիկոլ եւ Հակոբյան Աննա իրականում Հայաստանում պատրաստում են նորաղանդ իդեպ ասում, հաշվի առնելով, որ իրենց իբր քրիստոնեական դաստիարակության հենքը խարիզմատ կրոնական կազմակերպություններն են երկուսին էլ, իրենք անդամակցել են, այո։ Հիմա միգուցե իրենք նոր աղանդ են ստեղծում, որտեղ կրթական համակարգեր մտնել է այդ ձևաչափով եւ այդ վերնագրովի մեջ վական լուրջ վտանգներ է պարունակում։ Իրականում մեր իրականությունը կեղծելու, խեղելու, մեր ինքնությունից հետ կանգնելու նյութը հացը որպես կյանքի իրական իմաստ դարձնելու, թե ցանկացած քրիստոնյայի համար իրականում անսպառ մեկ հացի աղբյուր կա, դա Աստծո խոսքն է, եւ ոչ թե նյութական հացը, որի մասին Փաշինյան Նիկոլ առօրյա երեկո փորձում է մեր երկրի քաղաքացիների ընկալումներում արմատակալ։ Այ գալով ներքաղաքական կյանքին Հայաստանի պարոն Նահապետյան, ընդդիմադիր գործիչները Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնել, դուք խոսել եք դրա վտանգների մասին, ըստ ձեզ հնարավոր է օրինակ ստանալ ԿՊԱ-ականների բավարար թվով ձայները։ Գիտեք, նրանք ովքեր քաղաքականությունը նայում են որպես սիրողական մասնագիտություն եւ իրենց գնահատականները ընդհանրապես հոդվածների վերնագրերն ու նկարներն են, ցավոք սրտի իրենց տված գնահատականները իրականություն շատ հեռու են։ Վերջնաշուտ դա լուրջ մասնագիտություն է եւ պետք է առավել ներքին խոհանոցին տիրապետել եւ հասկանալ ինչ process-ներ են գնում։ Եվ եթե ոմանց թվում է, որ իրականում 2018-ին Փաշինյան Նիկոլը ինքը իրականում իշխանություն վերցրեց, ես կարծում եմ նրանք սխալվում են։ Փաշինյան իշխանություն հանձնեցին։ Փողոցային պայքարը ընդհանրապես իշխանության հանձնման ժամանակ բեմականացման մի էլեմենտ է եղել։ Եվ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում իշխանությունը նախորդ արդեն պատրաստ է հանձնել այլոց այլ երկրների համապատասխան կառույցների ճնշման ներքո։ Այո։ Հիմա սա ինչու համար եմ ասում։ Բոլոր նրանք, ովքեր որ մտածում են, որ ենթադրենք սկզբունքորեն մեր երկրի 50-60 100,000 քաղաքացու կարող են համոզել եւ որոնք փողոց իջնեն ինչ որ կեցված դրսեւորելու եւ դրանով Հայաստանում կլինի իշխանափոխություն, չարաչել սխալվում են։ Սա ինքնախաբեություն է կամ քաղաքական առումով տգիտություն։ Որտեւ նախ Փաշինյանը հրապարակավ կարող է ասել եւ կասի, եթե պահը կա, որ իրեն ընտրել են 680,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 680,000-ը միշտ էլ ավելի մեծ է, քան 100,000-ը, չէ՞։ Շատ բարձր։ Հաջորդը։ Երբ տեսնեմ, որ ժողովրդի մի մասը բավական ագրեսիվ է, հա, կօգտագործեն ուժ, ընդ որում ուժ օգտագործում է ոստիկանությունը, որի իրավունքը օրենքով իրեն վերապահված է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անգամ իրավունք ունի ինքնապաշտպանություն դիմելու, եթե ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառում։ Այսինքն այստեղ քաղաքացին եւս պարտված է, այո։ Հիմա գանք իմպիչմենտի, սա երրորդ բաղադրիչն է, երկու կարևոր բաղադրիչ։ Առաջին, երկու ընդդիմադիր խմբակցությունների կեցվածքը իմպիչմենտի հետ կապված ամստավության քվեի։ Երբևիցե լսել եք, որ խորհրդանում այդ թեման դառնա օրակարգային։ Չէ՞ նմանաբար։ Այսինքն անգամ այդ խմբակցությունների ղեկավարները ընդդիմադիր են կեցված չեն դրսևորել խմբակցության անունից, որ իրենք պատրաստական են եւ դա առարկայական է եւ դա դրա համար քարոզություն պիտի ծավալվի։ Այն մարդիկ, որոնք փողոց պիտի իջնեն, իմպիչմենտի համար պետք է քարոզություն ծավալեն, ընդ որում ծավալողները այստեղ արդեն ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներ, իսկ իրենք ընդհանրապես այդ թեմայով առանձնապես կեցված չեն էլ դրսևորել, չեմ ասում պաշտոնական խմբակցության կողմից խմբակցության ղեկավարի հայտարարություն չկա։ Եվ եւս մի կարևոր էլեմենտ է 19 падգամավորը քաղաքպայմանագրից, որ իրենք եւս պետք է լինեն։ Հիմա եթե ոմանց թվում է, որ քաղաքպայմանագրի խմբակցության падգամավորները այնպես
պատահական մարդիկ են ցուցակում հայտնվել եւ հետո դարձել պատգամավոր, ես ասում եմ, իրենց մոտ բավական թյուր պատկերացում կա։ Եթե Հայաստանում որից է պետություն կամ պետությունների դաշինք իրականացնում է իշխանափոխություն, ապա ակնհայտ է, որ ապագայում առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի անդամները պետք է լինեն վերահսկելի։ Այսինքն Բրիտանիան ենթադրենք, որ Հայաստանում իրականացնում է իշխանափոխություն, որի լիազոր ներկայացուցիչ եկավ եւ այդ իշխանափոխությունը իր վերահսկողությամբ անցկացվեց, դա Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանն է։ Բրիտանիայի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում իր ժամանակ է ամեն ինչ եղել եւ ինքն էլ վերահսկել է ամբողջ process-ը եւ չկա որևիցե պատահական падգամավոր։ Այդ падգամավորների մի մասը գաղափարական առումով արևմուտքի հետ ասոցացվում են։ Մյուս մասը նրանց ծնողները ժամանակին աշխատել են արևմուտքի հետ կամ հավաքագրվել են, այսինքն հիմա զավակներն են։ Ես այդպիսիները կան, ես վերացական չեմ ասում, հա։ Հաջորդ տեսակը, որոնք ունեն այս կամ այն ձևով բիզնեսներ արևմուտքում եւ որի ապօրինի գումարներ, անշարժական գույք, ակտիվներ եւ որի վերաբերյալ այդ երկրների հատուկ ծառայությունները առաջնորդին Բրիտանիա իրենք հրաշալի գիտեն։ Եվ ամենակարևորը այստեղ հիմնական մասը այսպես կոչված 18 թվականի հեղափոխության ժամանակ առավել ակտիվ են եղել, մասնակցել են, ինչու, որովհետև իրենք արդեն իսկ հավաքագրված են եղել կամ որպես ազդեցության գործակալ, այսինքն աշխատել են Սորոսի եւ նմանատիպ հիմնադրամներում, հասարակական հիմնադրամների կողմից ֆինանսարող հասարակական կազմակերպություններում, կամ ԱՄՆ-ի զարգացման միջազգային գործակալություն USAID-ում, այսինքն նրանք ազդեցության գործակալ կամ գործակալներ, որոնք ուղղակի հավաքագրվել են։ Հետեւաբար, ես քանի որ այս իրողությունը ես արձանագրում եմ, այստեղից հետևություն, որ որից է պատահական падգամավոր հենց այնպես չի կարող քայլ անել առանց իր վերադասի, իսկ վերադասը դրանց մի մասի Հայաստանում չի։ Ես նույնիսկ ասում դրանց մի մասը նրանք ազդեցության գործակալներ, նրանց ինքնուրույնությունը զրու է։ Այդ առերևույթ է թվում, որ ինչ-որ շրջանից, ինչ-որ գյուղից, ինչ-որ մարդիկ մեկ էլ դարձել են պատգամավոր։ Կենսագրություն նայեք, ընտանիքի անդամների կենսագրություն, իրենց ակտիվները, իրենց փոխկապակցությունը արևմուտքի հետ, նրանց ծնողների ժամանակին ովքեր են եղել։ Այսօր Հայաստանում, ասենք, առնվազն ես գոնե այտենց շատ խորապես չուսումնացրել, 6-7 падգամավոր կա, որոնց ծնողները Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ժամանակ կան լուրջ պաշտոններ են զբաղեցրել։ Այնպես որ պատահական մարդիկ չկա, այդ 19 հոգին երկնքից չի ընկնելու, որոնք կողք քվեարկեն իմպիչմենտին։ Եվ այստեղից բարձ հետևություն։ Այս նախաձեռնությունը, այո, իրավական առումով ճիշտ նախաձեռնություն է եւ երկրներ եղել են, որտեղ իմպիչմենտով իշխանափոխություն եղել է, շատ ճիշտ է։ Դա քաղաքական պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, բայց ես իմ գնահատականում այլ իրողություն եմ, հա, գնահատում։ Հայաստանը օկուպացված տարածք է։ Օկուպացված տարածքում քաղաքական պայքարով, որի կարևոր էլեմենտներից մեկը, ասենք, իրավական առումով իշխանափոխություն իմպիչմենտն է, չի կարող արվել։ Օկուպացված տարածքներում պայքարը պետք է մղվի ազգային ազգագրական պայքարի տրամաբանությամբ եւ գործիքակազմով, կախված թե ինչ վիճակում են գտնում, հա։ Եթե ֆրանսիացիները 1939-45 թվականներին զենքով էին պայքարում պարտիզանները, հա, դա մի հարց է, մեր իրողությունները այլ հարց է, բայց իրավիճակը պետք է համարժեք գնահատի, իսկ արդյոք մեր քաղաքական անդիմադիր դաշտը մեր իրավիճակը համարժեք է գնահատում։ Իսկ եթե իմպիչմենտը պարտվի, ես վստահ եմ, որ եթե այդ գործընթացը սկսեց, պարտվելու, այսինքն արդյունք չի լինելու, իշխանափոխություն չի լինելու, Փաշինյանը հրաժարական չի տալու, իր ամսնայության քվեն օրակարգան չի դառնալու, չեք կարծում, որ իշխանություն անդիմություն մրցակցությունից հետո, երբ անդիմությունը պարտվում է, իշխանությունը ավելի է ուժեղանում։ Շատ բնական է, ինքը հաղթող է, չէ՞ դառնում։ Եվ իշխանական բուրգը, որտեղ հիմա բավականին ճաքեր կան, հաշվի առնելով վերջին ներքաղաքական, արտաքին քաղաքական լուրջ զարգացումները, այդ իշխանական բուրգը ավելի կոնսոլիդացվում է եւ անդիմության այդ պարտությունից հետո։ Այնպես որ այս գործընթացը ես դեմ եմ, եթե նման գործընթացը առանց հաշվարկելու, առանց բավարար չափով գործիքակազմ ունենալու, քարոզություն իրականացնելու եւ երկրի իրավիճակը ճիշտ գնահատելու դու մտնում ես դաշտ։ 4 մեծ փողոցային պայքար եղել 2018 թվականից առ այսօր, ճիշտ է։ 4-ն էլ պարտվել են։ Իշխանափոխություն չի եղել, ինչու՞։ Բանանք ովքեր որ հիմա նման փորձ են անում, արդյոք լրջորեն
ուսումնասիրել են, վերլուծել են պատճառները, ինչու չկարողացան հաղթել։ Գիտեք, ինձ մի պահ թվում է, որ որոշ մարդկանց մոտ Դոն Կիխոտի հոգեբանություն է։ Իրենք հողմաղացների դեմ են անդադ փորձում պայքարել, բայց իրական պայքարը հողմաղացի չէ։ Իրականում պետություններ են, որոնք իրենց հատուկ ծառայություններով, ֆինանսական կառույցներով, գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով մխրճված են քո երկրի մեջ։ Այնպես չի դյուրին չի, որ մի Փաշինյանի փխ կանես, որ Փաշինյանը ճողոպրելու է։ Դու Փաշինյանը շատ ուզենա ճողոպրի, իրան չնել թողի որ ճողոպրի, որտեղ իրան բերել են իշխանության կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Ոստիև է տարվում քաղաքական մանկամտություն է, այնինչ հիմա փորձ է արվում անել։ Բայց ես չեմ ասում, որ չպետք է պայքարել, չպետք է իշխանափոխություն արվի։ Ուղղակի իմ գնահատականը, որ այդ կարող են համաձայնվել մեզ լսողները կամ անդիմադները, կարող են չես ասում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի կոլաբորանտ կառավարություն, այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի հպատակ կառավարություն։ Եվ իրականում, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, այդ նշանակում է, որ իրականում իշխանությունը խլվելու է Ալիևից ու Էրդողանից եւ ոչ թե Փաշինյան Նիկոլից։ Եվ վերջում պարոն Նահապետյան, փորձենք հասկանալ այդ դեպքում ինչպես է հնարավոր հասնել իշխանափոխության, ինչ գործնական քայլերով եւ դուք նաեւ այսպես կարծեք Փաշինյանի միսիայի մասին խոսք գնաց, այսինքն երբ կավարտվի Փաշինյանի միսիան եւ երբ ինքը պատրաստ կլինի հանձնել իշխանությունը, որտեղ ցանկացած դեպքում իշխանությունը դիմադրելու է։ Ուրեմն ցանկացած գործ անելու համար դա նույնիսկ կենցաղում։ Մեզ ասենք որպես նախկին զինվորական ասում, ամենառաջին քայլը դա իրավիճակի համարժեք գնահատումն է։ Եթե դու իրավիճակի համարժեք չես գնահատում, քո ցանկացած գործողություն դատապարտված է ցախողման։ Ու բանակում պատկերացեք, եթե հակառակորդի տեղաբաշխումը, ուժերը, անձնակազմը, զինտեխնիկան, իրենց բարոյական վիճակը, հրամկազմի մասնագիտական պատրաստվածությունը, թիկունքային ապահովումը, ես մի շարք բաղադրիչներ եմ ասում։ Եթե դու դա ճիշտ չես գնահատում, հարձակման ժամանակ ամենայն հավանականությամբ դու կարող ես կրել պարտություն։ Առավելս երբ որ հակառակորդը հակահարձակում է անում, հակահարձակման, ասենք այսպես, եթե հակառակորդը հարձակում է քեզ վրա, հիմա կասեմ ինչու եմ զուգահեռում, հա։ Եթե հակառակորդը հարձակում է, դե դու չգիտես ինչքան ուժ է ներգրաված թիկունքից ինչքան օժանդակություն է ուղղության վրա լինելու եւ ինչ հարվածներ եւ այլն, հա։ Մի պահ, եթե մի պահ ինչ որ մի հատվածում կարողանում ես դիմագրավել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել։ Եվ քանի դեռ ամբողջ ճակատը չի ստաբիլիզացվել, հա, դու իրանք չունես հակահարձակում անելու։ Այս տարական այբուբենը, հա, զինվորական գործի։ Բայց հիմա ասենք 44 օրյա ժամանակ մեր առաջին խոշոր պարտությունը եղավ այն ժամանակ, երբ որ հակառակորդի ինքը իր հարձակումը ամբողջովին չէր կասեցվել, ճակատը դեռ չէր կայունացել, հա։ Մենք իրանք չունենք հակահարձակման անցնելու։ Սխալ արեցինք, հակահարձակման անցանք եւ մեր տանկային այդ գրոհը դարձավ մեզ համար պարտության պատուհաս։ Ջարդվեց տանկային գրոհի ժամանակ, հետևակը կտրվեց տանկերից, տանկերին կարողացան ադրբեջանցի դյուրին կերպով խփել, մի մասը անձնակազմը դուրս եկավ, փախավ, մի քանի տանկ հրահանջեց եւ այդտեղ մենք շատ լուրջ կորուստ ունեցանք։ Ինչը որտեվ տարական այդ գիտելիքները ռազմական առումով սխալ օգտագործվեց, որ իրավունք չկար անելու։ Հիմա սա ինչու եմ մանրամասնում։ Մի դեպք սա կարևոր դեպք է, պահագա այս բոլոր օպերացիաների պատասխանատուները պատասխան են կրելու։ Հիմա սա ինչու համար եմ ասում, որ եթե իրավիճակը համարժեք չեք գնահատում, ձեր ցանկացած գործողություն դատապարտված է պարտության, հա։ Հիմա եթե մենք չենք գնահատում, իմ գնահատականով, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի օկուպացիոն ռեժիմն է, իրենք են այստեղ իշխում։ Իրենց իշխել ինչպես են իշխում, իրենց շահերն է սպասարկվում։ Ճիշտ է, իրենց զինվորները չկան։ Շահեն Մուստաֆայևը Փաշինյան Նիկոլի հարևան սենյակում, աշխատասենյակում չի նստում կառավարության շենքում, որ ասենք տեսեք Ադրբեջանը եկել է իր ներկայացուցիչներն նստած է։ Բայց Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային պետական շահերը, ուստի եւ այստեղից շատ բարձ հետեւություն։ Առաջին գործը մեր երկրի քաղաքացիները պետք է իմանան, որ մեր երկիրը օկուպացված տարածք է։ Որտեղ երբ որ դու գնահատում ես, որ օկուպացված է, մարդկանց մոտ արդեն փնտրտուք է առաջանում, թե ինչպես այդ օկուպացիոն ռեժիմից ազատվել։ Իսկ դասական իմաստով, ասենք ես հեծանիվ չեմ հորինում։ Տարբեր ձևեր կան, բայց ամենակարևորը իրավիճակի համարժեք գնահատումն է։ Առավելևս, որ ասում են քաղաքական պայքարով, այդպես չի լինի։ Օկուպացիոն ռեժիմները
միշտ կործանվել են ազգային ազատագրական պայքարը։ Այդ թվում նաև կոմպոնենտներից մեկը այդ ազատագրման եղել է զենքի ուժով։ Ես հիմա դրան կոչ չեմ անում։ Կան նաև այլ գործիքակազմ, մինչև զենքի կիրառումը, հա։ Եվ հետաբար, երբ ասում են Փաշինյանի իշխանություն, Քանստին Փաշինյանը Հայաստանում գործնական իշխանություն չունի։ Ներքին քաղաքականության, ասենք բյուջեն լափելու, հա, իր, այսպես ասենք, քաղաքական խմբակի նյութական բարեկեցությունը բարձրացնելու, հարկային բեռը մեր երկրի քաղաքացիների վրա մեծացնելու, սուտը կեղծիքը որպես կենսակերպ դարձնելու, մեզանից մեր արմատներին, մեր ժողովրդին արմատներից փորձել փոկելու եւ այլն, այդ ամեն ինչին կանում է։ Բայց ռազմավարական առումով Հայաստանի հետ կապված ինքը բացարձակապես որոշում չի կայացնում։ Ինքը կատարում է կոնկրետ հանձնարարական եւ ասածս որովհետեւ շատ վերացական չլինի, մեկ փաստ եմ բերում։ Ապրիլ 24-ի վերաբերյալ ինքը հայտարարություն տարածեց, ուշադրություն դարձրեք, մի քանի ժամ հետո նույն նման կեցված դրսևորեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Բացարձակապես նոր մոտեցում, երկուսի հայտարարությունով անգամ բառերն էին նույնը, Օսմանյան կայսրության վերջում եւ այնտեղ ձևակերպում է գնում։ Այսինքն որ երրորդ կողմն է պատասխանատու եւ կազմակերպիչ եւ դա Թուրքիայի հետ որից առնչություն չունի։ Նման պատական բաներ չի լինում, Փաշինյանը պաշտոնապես խոսք է ասում որպես երկրի վարչապետի պարտականությունը կատարողանց եւ նույն բանը մի քանի ժամ հետո ասում է Էրդողանը եւ ամենակարևորը այդ հայտարարության մեջ խանցածող բառերը իմաստային առումով եւ ձևակերպման առումով նույնն է եւ Փաշինյանի եւ Էրդողանի հայտարարության մեջ այստեղից ակնհայտ է չէ որ Փաշինյանը Թուրքիայից է ստանում հանձնարարական եւ ոչ թե Էրդողանն է ստանում ենթադրենք Փաշինյանից հանձնարարականներ եւ հետաբար եթե իրավիճակը մեր երկրի անդիմադիր ուժերը գնահատեն համարժեք, կարծում եմ ճանապարհները միշտ էլ կգտնվեն, ինչպես ազատագրվել Հայաստանում օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունից։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։